հայ լինելը ավելի շատ պարտականության հարց է։ Մենք խնդիր ունենք ինքնությունը հասկանալու, թե ինքնությունը զգալու ավելի շատ։ Դեռևս լավ քաղաքացի լինելը ինձ համար այդ բարձրագույն կետը չի։ Տեսնում ես, որ մենք ինքնության ճգնաժամ ունենք։ Մեր ուղղագրությունը վիրահատության է ենթարկվել բոլշևիկների կողմից։ Իսկ մեզ ըստ քեզ պետք է ինտելեկտուալ էլիտա։ Այ ամբողջ հասարակությունը այնպես պիտի լինի։ Մտավախությունը, որ մենք միգուցե ինքնություն ենք կորցնում, ի վերջո միգուցե պետականություն ենք կորցնում, ինչ անել, որպեսզի այդ գոնե զգացողությունները չլինեն։ Ինքան է դա սովորական դարձել իրենց համար, այսինքն թքել այդ արժեքի վրա։ Որոնք են ըստ քեզ մեր ուժեղ կողմերը, մեր լավ կողմերը, որ նույնիսկ միգուցե մենք չենք էլ նկատում կամ անտեսել ենք։ Երբ որ դու դա մերժում ես, այդ ամբողջ քո համակարգը, գրային համակարգը, դու խաչ ես քաշում քո պետություն ունենալու ամբողջ իմաստի վրա։ Սիրելի բարեկամներ, ողջույն, ես միջազգայնագետ Գևորգ Մելիքյանն եմ։ Սա ինքնություն նոր հաղորդաշարի երկրորդ թողարկումն է։ Մենք առաջինից հետո բավականին շատ արձագանքներ ստացանք, շատ հաճախ խրախուսական, որոշ նաև առաջարկներ, թե ինչպես կարելի ավելի լավացնել այս հաղորդումը, որովհետև ինքը փորձ է մտնել մեր ինքնության հետ կապված խնդիրների մեջ, ոչ թե քննադատության, ոչ թե մերկապարանոց մեղադրանքների, այլ փորձել հասկանալ ի վերջո մենք ով ենք եւ ինչ խնդիրների առջեւ ենք կանգնած եւ ինչպես ամենակարևորը դուրս գալ այդ խնդիրներից, ինչպես ենք մենք զգում մեր հայ լինելը, ինչով է պայմանավորված մեր հայկականությունը։ Մենք հրավիրում ենք տարբեր հյուրեր, որոնք պարտադիր չէ որ ուղիղ կապ ունենան քաղաքականության հետ, ինչպես որ հաճախ մենք կարող ենք տեսնել, որ միայն քաղաքականությամբ զբաղվողներն են այսօր որոշում տարբեր մարդկանց, այսպես ասած, ճակատագրերը։ Մենք ունենք շատ հրաշալի մարդիկ մեր շուրջը, ովքեր իրենց գործը անում են առանց գովազդելու, առանց դրա մասին ամենուրեք բարձրաձայնելու, բայց նրանց խոսքը հաճախ մնում է ստվերում կամ նրանց մտքերը, եւ դրա համար մենք կարեւորություն ենք տալիս որակյալ մտքին եւ որակյալ խոսքին։ Այսօր էլ մենք հյուրընկալելու ենք մի հրաշալի մարդու, ով ինձ ես կարող եմ համարել ընկեր, մենք միասին որոշակի ճանապարհ անցել ենք, Նարեկ Վան Աշուղ Աթոյանը, ում հետ մենք սկսել ենք ըստ էության ընկերություն անել եկեղեցուց, եւ իհարկե շատերի համար դա կարող է նորություն թվալ։ Նարեկը այսօր լրջագույն աշխատանք է տանում եւ որպես մշակութային գործիչ, եւ որպես իրավաբան, ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը մի կողմից, ավարտել է ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը եւ կարողացել ինչ-որ առումով համադրել այս տարբեր, այսինքն աստվածային օրենքներից անցել մարդկային օրենքներին եւ հասկանալ թե ինչպես է Հայաստանում այս ամենը դրսևորվում։ Նարեկը նաեւ շատերը իրեն գիտեն որպես գեղանկարիչ, շատերը իրեն գիտեն որպես կոլեկցիոներ կամ հավաքորդ։ Եվ թերևս ես այստեղ կանգ առնեմ, միայն նաեւ նշեմ, որ 23 թվականին հրատարակվեց նրա առաջին գրական ստեղծագործությունը Կռ վիպակը, ինչպես նաեւ Նարեկը բազմաթիվ եւ անհատական ցուցահանդեսներով է ներկայացել եւ ներկայացնել այն հավաքածուները, որը իր ձեռքի եւ ձեռքի տակ եւ տարիների աշխատանքին, այսպես հավաքագրելու, հավաքելու կոմիտասիան, այսպես տարբերակով։ Նարեկ, ողջունում եմ։ Ողջույն, շնորհակալ եմ այս հրավերի համար, այս հնարավորության, այս զրույցի։ Ես եմ շնորհակալ, որովհետև դու ամեն մեկի մոտ չես քնում, ես գիտեմ, որ չես տալի շատ հարցազրույցներ։ Չէ, փորձում եմ շատախոս չլինել։ Եթե ինչ-որ նախագիծ ունեմ, եթե ինչ-որ անելիք ունեմ, այլ փորձել գործով խոսել։ Նարեկ, վերջերս դու Facebook-յան քո էջերից մեկում դրել էր, եթե չեմ սխալվում, 20 թվականի մի post գորգ։ Եվ հետաքրքիր մի հատ դու գրառում էիր արել, ես պիտի կարդամ։ Գրառումը հետևյալն է, գորգի ֆոնին, հա։ Այս գորգը մեր երկրի պես է հին ու քրքրված, բայց գնահատողի համար գանձ։ Ու ինչն է հետաքրքիր, այս գորգը չի մաշվել մարդկանց ոտքերից, այլ անտարբեր մարդկանցից, որ թողել են ցեցը խժռի այն։ Դե իսկ ցեցին եւ անտարբեր Իսանին արի գանձի արժեքից բան հասկացրու։ Նարեկ, ինչու է ըստ քեզ Հայաստանը այսօր նմանվել այդ գորգին։ Դե այդ պահին, երբ 20 թվականին երբ այդ գրառումը անում էի, ճիշտ ասած,
այդ անտարբերության բազմաթիվ օրինակները աչքիս առաջ էին եւ երբ օրեր առաջ նորից վերակիսվեցի այդ գրառմամբ կարծես բան չէր փոխվել, դրա համար դեռ ակտուալ էր։ 5 տարի անցել է եւ նորից նույն անտարբերությունը իհարկե մեզ ներսից ոչնչացնող մի բան է, բայց անտարբերություն ասելով շատ հաճախ դա ընկալվում է այսօրվա հասարակության մեջ քաղաքական իմաստով, որ անպայման չանտարբեր նշանակում է անպայման որևէ քաղաքական process-ի մեջ ներգրաված։ Բայց անտարբերությունը, գիտեք, ամենամանրուքների մեջ է նկատվում։ Անտարբերությունը շատ կոնկրետ դրդապատճառներ ունի։ Անտարբերությունը ապաթիան է, ճիշտ է։ Անտարբերությունը ես եկեք այլ տեղից գամ, անտարբերությունը գիտելիքի պակաս է նաև։ Եթե չկա գիտելիք, չկա նաև ինչի հանդեպ ունենաս որոշակի, այո, վերաբերմունք, զգուշություն, հարգանք եւ այլն։ Գորգա, հիմա գորգի օրինակով ենք խոսում։ Գորգա կամ ինչպես ժողովուրդն ասում, խալի է, թող ինչ է։ Մաշվում է, թող մաշվի, մաշվում է, թող մաշվի, բայց այդ խալու մեջ մի ամբողջ, այսինքն ազգային էմոցիաներ, խորհրդանիշեր կուտակված են եւ դա հավաքական ձևով ներկայացնում է, օրինակ, եթե ժամանակին ասենք ինչ որ մի տարածաշրջան, ինչ որ մի շրջան, հիմա կարող ենք ասել, որ այնքան ենք փոքրացել, որ դա արդեն կարող է հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը լինել։ Հիմա բայց անտարբերությունը փաստորեն նրան բերել էր այդ վիճակի, որտեվ անտարբեր ես, որտեվ խնամք պիտի տանես, հա այդ գորգի նկատմամբ որ ցեցը չուտի։ Արևին հանես այդ գորգը, լվանաս, հետևես, այսինքն գործ պիտի անես քո արժեքի նկատմամբ։ Հոգատարություն չկա, պատասխանատվություն չկա։ Այո, բայց հոգատարությունը ծնվում է գիտելիքից։ Պիտի իմանաս ինչի հանդեպ ես հոգատար։ Մեր եկեղեցու հանդեպ էլ է նույն վերաբերմունքը այսօր կամ ընդհանրապես թերևս դու առավել քան լավ գիտես եկեղեցին, դու եկեղեցուց ես դուրս եկել։ Նաև ասեմ շատերը չգիտեն, որ դու հիմնականում գրափարյան կամ դասական ուղղագրությամբ ես գրում։ Իմ չարոցից դրա պատճառով էլ ես ոչ թե դրա պատճառով, այլ դա էլ հիշելով ես որոշեցի, որ այս հաղորդման բոլոր ենթագրերը եւ ամեն ինչ վերնագրերը պետք է լինեն։ Խնդրում եմ իմ ազգանունն էլ նաև։ Արեմը, այո, պետք է լինի անպայման դասական Հայկազյան ասենք, Հայկազյան ուղղագրությամբ։ Գրափարյան կամ այո, սկիզբը դա։ Այդ ուղղագրությամբ։ Գեորգ ջան, գալով քո հարցին, եկեղեցու հանդեպ։ Եկեք պատճառներից խոսենք։ Ստեղ հավատքի, հավատալու, չհավատալու հարց չի։ Եկեղեցուն, այսինքն եկեղեցու հանդեպ վերաբերմունք կամ անտարբեր ենք կրոնական խնդիր չի ինքը։ Ոչ, որովհետև հայոց եկեղեցին այլևս զուտ կրոնական կազմակերպություն չէ հայի համար։ Անկախ նրանից դու հավատում ես կամ ոչ, ասում, ինչպիսի կրոնական զգացողություններ ունես, հայոց եկեղեցին ազգային ինստիտուտ է։ Եվ ինքը մեր ինքնության տարբեր շերտերի արժեքների մի տեսակ ամբարող եւ պաշտպանիչ ինստիտուտն է եղել։ Եվ անկախ մեր հավատքի աստիճանից մենք շատ լավ հասկանում ենք, չէ, որ այդ ձեռագրերը ծնունդ են առել այդ բովանդակությունից։ Մատենադարանի, որ այսօր աշխարհով մեկ ծրված, ոչ միայն Մատենադարանի, այլ աշխարհի որևէ թանգարանի։ Շատերը չգիտեն, որ եկեղեցիներից հավաքված են այդ մատյանները։ Չէ, ծնունդ որտեղից է առել եւ ինչա գրված այդտեղ հիմնականում։ Կամ եթե դրանք աշխարհիկ պատմություններ են, իսկ դա ով է գրել, օրինակ մեր պատմիչների մասին, հոգեորական, այսինքն այդ մեծ համակարգի մեջ ծնված արժեքների մասին ենք խոսում։ Եվ սա անկախ նրանից, թե դու հավատում ես թե չէ, ձեռագիր է եւ նա արժեք է, նա ինքնությունը, նա մեր մշակութային արժեք է, դա մեր համար գիտական արժեք է, բազմաթիվ շերտեր ունի, այսպես։ Հիմա ինչ վերաբերում է մեր եկեղեցու հանդեպ վերաբերմունքից։ Ես կարծում եմ, առհասարակ հայ ժողովուրդը լինելով առաջին քրիստոնյա
ժողովրդով ընդունած պետականությամբ հաստատեց, հա, քրիստոնեությունը, այսօր տարական քրիստոնեական գիտելիքներ չունի։ Հայ ժողովուրդը այսօր մեր հասարակությունը, մեծամասնությունը պատկերացում չունի ինչ է քրիստոնեությունը, ինչ է քարոզում քրիստոնեությունը։ Հպարտանում է առաջին քրիստոնյա լինելու հանգամանքով։ Դրանք տիտուլային խոսքեր են, բայց կենցաղի մեջ քրիստոնեությունը միայն գրոց ինչ որ падգամներ չեն, գրված падգամներ չեն։ Դրանք շատ կենթանի, մարդու կյանք տեղափոխող այդ գրվածքները անմիջապես գործ դառնող գաղափարախոսություն է այդտեղ, շատ խորքային եւ շատ ուժ կամք պահանջող։ Միգուցե դա է պատճառը, որ խուսափում են, որտեղ գիտեն, որ մեծ աշխատանք պիտի տանեն սեփական անձի կատարելագործման։ Սկզբում պետք է գիտենալ, հետո նոր վախենալ։ Այո։ Մենք պատկերացում չունենք։ Եկեղեցին դերակատարություն չունի նույն մկրտության ժամանակ ուղղակի չընդունելու բոլորին մկրտվելու, այլ մի հատ ասելու, թե ինչ է քրիստոնեությունը, ստանալու այդ հավաստիացումը, թե չէ։ Եկեք ասենք, որ այդ ամենը ասվում է։ Իհարկե, այնպես չի, որ եկեղեցին ձեռքերը լվացել է եւ քարոզչություն չի արում։ Ոչ, դրանք եթերով է լինում, դրանք ռադիոյով են լինում, հեռուստատեսությամբ են լինում, տարբեր առիթներով հոգեվորականները ներկա են լինում։ Այդ ամենը ասվում է։ Ես խոսում եմ ոչ թե պարզ քարոզչության մասին, այլ շատ խորքային ընկալման մասին։ Երբ որ դու որպես հասարակություն ունես քրիստոնեական գիտելիքների եւ այդ կենցաղավարության, քրիստոնեական ապրելակերպի այդ խոր ընկալումները ունես, դու ունես միանգամայն այլ հասարակական պատկեր։ Չի կարող այս լինել, որ հասարակությանդ մեջ այդքան այս փոխադարձ նախանձիչ կամության, մանավանդ փոքր հասարակության մեջ այդ երևույթները այդքան շատ լինեն։ Իսկ հիմա եթե մենք բարձր շատ է, մենք բարձր օրինակներով խոսենք, զոր մենակ իմ տեսադաշտում չի, նաև քո վստահ քո տեսադաշտում է, դա տեսանալի է նաև մեզ համար անծանոթների հարաբերություններում, որոնք տեսնում ես եթերով կամ տեսնում ես մեկի հոդվածը, տեսնում ես նրա հոդվածին պատասխանը եւ տարբեր հասարակական դրսևորումներում մենք տեսնում ենք անառողջ երևույթ ենք տեսնում։ Ես այդտեղ տեսնում եմ քրիստոնեական քրիստոնեության չընկալված լինելու հարցը։ Նարեկ, եթե մի փոքր սադրիչ հարց տամ, այսինքն կարող է դա մեր հեռուստադիտողների համար սադրիչ թվալ։ Մենք երբ որ փորձում ենք հասկանալ հայ ինքնությունը, արդյոք եթե հայը հավատացյալ չի կամ քրիստոնյա չի, մենք ինչ պիտի անենք, չենք համարում որպես են հայ, անպայման պիտի ինքը քրիստոնեական արժե համակարգի մեջ լինի, թե ինքը կարող է չլինել քրիստոնյա, թե դա չի, մենք չենք կարող ընդունել այդպես։ Չէ, իհարկե չի կարելի ասել, որ մենք չենք կարող ընդունել։ Մարդը մարդ է, եւ մարդը իրեն հայ ազգում, դա եւ նաեւ իր ներքին որոշման հարց է այդ ամեն ինչը գալը, բայց եկեք մի քիչ ավելի վեր նայենք։ Ես առիթ եմ ունեցել իմ կրթական process-ում ծանոթանալ տարբեր կրոնների։ Ինչն է ինձ դուր գալիս քրիստոնեության մեջ։ Բացի նրանից, որ կան հիմնական պատվիրաններ, որոնք որ կոչվում են քրիստոնեական պատվիրաններ, դրանք մենք այդպես ենք ընդունում։ Ոչ 10-10-ից դուրս, նաև որտեղ շատերը 10-ը գիտեն, բայց արի չմասնավորեցնենք։ Այո, պատվիրաններ, որոնք որ մենք ընդունում ենք որպես քրիստոնեական համակարգի հիմնասյուն։ Ավետարան, այո։ Բայց հետաքրքրական է, որ կա նաև իրավագիտության մեջ այսպիսի եզրույթ, որ աստվածային օրենք կա, կամ natural law կամ God's law կներեք անգլերեն եմ ասում, տարբեր համակարգերում դրանք տարբեր ձևով են բանալվում, գրվում։ Դա արևմտյան, չէ, դպրոցի։ Այո, հա, ասենք, այդպես ասենք, մեծ աշխարհի մեջ ընդունված է դա ասել, որ գիտեք ինչ, անկախ կրոնից կա մի բան, որ վերմարտկային է, այսինքն մարդ սպանելը, արգելելը դա վերմարտկային է, դա Աստծուց եկած, դա բնական կյանքի իրավունքը, բնական իրավունք է,
Այսինքն Կամ դա ընտրության պետք իրավունքը, չի, որ օրինակ։ դա անպայման գրես, որպեսի համակարգես, որ լինի։ Դա այդպես է, դա նորմա է, դա մարդկության կորիզն է։ Եվ այդպես մի քանի բաներ ասեմ։ Օրինակ ընտրության օրենքը Հիմա ընտրելու, որտեղ մարդը ազատ է կամքով, հետեւաբար ինքը նաև ազատ է ընտրել։ ճիշտ ես։ Բայց այս ամեն ինչը ինչ որ ասում ենք մենք աստվածային օրենք, մենք քրիստոնյաներս կարող ենք հասկանալ նաև քրիստոնեական օրենք, որովհետև ինքը շատ ճիշտ տեղավորվում է այս առումով։ Հիմա ասածս ինչ է, անկախ նրանից որ մարդը իրեն համարում է այս հասարակության մեջ քրիստոնյա թե չէ, բայց շատ կարևոր է որ այդ համամարտկային օրենքները ուզում անունը դնի աստվածային օրենք, ուզում դա դնի բնական իրավունք, կամ մարդկային, ինչպես ուզում է, հա դա ասի, որ այդ ծիրի մեջ ինքը լինի եւ ընկալի այդ ամեն ինչը փոխհարաբերությունները։ Այդ ծիրից դուրս ենք եկել մենք մեր հասարակությունս քեզ։ Եթե դու խոսում ես դրա մասին, մտածում եմ, որ երևի դու դրա պակասը տեսնում ես։ Ընդհանրական շատ չեմ սիրում բաները խոսել, եւ այո եւ ոչ։ Եվ այո եւ ոչ։ Միշտ էլ հասարակության մեջ լինում են խմբեր, մարդիկ, որոնք որ շեշտված այդ բաները փորձում են այդ սահմանները խախտել եւ նաեւ զսպող մեխանիզմներ են լինում, էլի։ Մեկ տեսնում ենք այդ դուրս գալ այդ սահմանից եւ երբեմն տեսնում ենք, որ այո, որոշ բաներ նաեւ զսպում են։ Ամեն դեպքում հրաշալի մի հարաբերությունների մեջ չենք էլի փոխադարձ մեր հասարակության մեջ, դրա համար նաեւ այսօր առիթներից մեկը որ քեզ դրթել է, որ անդրադառնալ առհասարակ այս ինքնության հարցերին էս տեսանք։ Տեսնում ես, որ մենք ինքնության ճգնաժամ ունենք, թե դա մի փոքր ավելի շատ գեղարվեստական արտահայտություն է։ Հիմա կասես անդադ նույն տեղն է տանում, հարցերը տարբեր են, բայց նորից եմ գալիս։ Իմ խնդիրն էլ հենց դա է, էլի։ Բայց նորից ես պիտի գամ այն տեղը, երբ որ ասում ենք ինքնություն, իսկ ինչ ենք հասկանում մենք ինքնություն ասելու։ Նախ գիտելիքի հարց կա, հասկանում ես։ Որն է քո ինքնությունը։ Արի դուրս գանք տարբեր մարդկանց հարցնենք, սոցհարցումներ անենք։ Որն է ինքնությանդ մի քանի սյուներ ասա։ Պարզ հարց ենք տալիս։ Որն այն կարմիր գծեր այդ սյուներից, որոնք որ եթե տեսնում ես դա վնասվում է, քո համար ցավ կա, ներքին տառապան կա, գործողություն անելու դրդում կա, այսինքն դու պետք է նստես ինչ-որ բան փոփոխես, անես, մտածես, նորը ստեղծես, դնես եւ այլն, արարելու դրդում պետք է լինի։ Ես կարծում եմ, որ շատերի մոտ այդ ինքնության, այդ սյուների հարցը վերջնական բան չէ, հասկացված չի։ Իրան ասել են, չգիտեմ, էսա պետությունը տա, լսել է, այտենց է անկալում կամ չի անկալում։ Մյուսի համար դա կրոնն է, մյուսի համար այն է, այսինքն խորքային հասկացվածություն ամեն մեկը իր համար, հետո դա հանրային առումով, այսինքն կոլեկտիվ առումով որն է մեր ինքնությունը, այդ դիսկուրսն էլ ես չեմ տեսել։ Իսկ կարծում ես պետք է այդպես հստակ սահմանազատումներ դնել կամ հստակ չափորոշիչներ դնել, թե որն է մեր ինքնությունը, թե ամեն մեկը ազատ է յուրովի ընկալելու, բայց լինելու նաև լավ քաղաքացի, լավ հայ, որը նվիրված է, որը հայրենասեր է, որ մենք խնդիր ունենք ինքնությունը հասկանալու, թե ինքնությունը զգալու ավելի շատ։ Եվ Գևորգ ջան, որովհետև դեռևս լավ քաղաքացի լինելը ինձ համար այդ բարձրագույն կետը չի։ Լավ քաղաքացի լինելը ընդհանրապես միջոց է լավ մարդ լինելու մեծ ձգտմանը հասնելու համար, ավելի թե ինչ է նշանակում լավ մարդ, դա առանձին խոսակցություն է, բայց արի լավն էլ հանենք մարդ լինելու ձգտման մեջ քաղաքացին դա եկեք ասենք պետության այսպես կարևոր հիմնասյուներից է, եթե կա պետություն, որոնք լինի քաղաքացի եւ իրար հետ հարաբերվելու մշակույթ եւ նաեւ պիտի հասկանանք առհասարակ ինչի համար է պետությունը։ Պետությունը որն է մեր բարձրագույն ձգտումը։ Ես կարծում եմ մեր բարձրագույն ձգտումը իհարկե ոնց որ կրոնի մեջ ասում, Տիրոջ պատկերով եւ նմանությամբ, այդ մարդ ամենակարևոր կոչումն է, որ մենք սկզբանա ստեղծել ենք, այդ մարդը լինելն է։ Մենք պետությունը ստեղծում ենք, որպեսզի կարողանանք այդ գործիքները ունենանք այդ կոչմանը ավելի արժանի լինելու առումով։ Այն տարբերությունները, որոնք տրված են մեզ ի վերուստ,
Մեկս խոսում է, այս կամ այս ինքնության կրողն է, մեկը այն ինքնության, մեր այն մյուս հարևանը, այն մյուս երկիրը եւ այլն, բա։ Պետությունը այն գործիքն է, որով մենք պիտի կարողանանք այս դրսևորել մեր մարդ լինելու հարցերը կարողանանք պրոֆեսիոնալ մակարդակով իրացնելու, ոչ միայն էլի թոշակ ստանանք, հարկ վճարենք, թոշակ ստանանք, այս սոցիալական այս հարաբերությունների այս փակ ցիկլի մեջ լինել, որովհետեւ ցանկացած մարդ եթե այդ պետությունը չկա, մի ուրիշ պետությունից այդ համակարգին կգա կկպնի եւ իր այդ կարիքները կհոգա, բայց երբ որ ասում ենք այդ հասկացված լինելը, սրա մեջ մտնում է նաեւ պետություն ունենալու կարևորության հասկացվածությունը, ազգային պետություն ունենալու այդ առանձնահատկությունը, ինչ հարցերի համար է դա այդ պետությունը քո համար կարմիր գիծ Յուրաքանչյուրը պիտի դա գիտակցի, թե Ես կարծում եմ պիտի գիտակցի։ Դա ինչպես պիտի լինի, դպրոցից պիտի անենք, մեր համալսարանները պիտի լինի, ռոպագանդա պիտի տարվի քարոզչություն առանձին, թե դա ինքն ամեն մեկը իր համար պիտի գիտակցի, աշխատի իր վրա, որը եւի ավելի դժվար է, քան եթե քարոզչությամբ, հա։ Այդ ռոպագանդա բառը չեմ սիրում, իհարկե, որովհետեւ միշտ ռոպագանդայի մեջ մանիպուլյացիա կա, սուբյեկտիվ է, բայց ոնց որ ինչ որ պարտադրողական բան ունի։ Դա խափելն է, այսինքն դու ստիպում ես ինչ որ բան ինքն անի, որը կարող է ինքնուրույն չանել։ Ես միշտ ավելի կողմնակից եմ ստեղծել միջավայր, որտեղ մարդը ինքնուրույն է, գնում ես հարցերի հետևից եւ գալիս է։ Ինչ որ առումով նաեւ հասարակական դիսկուրսներ, այսօրվա այս հաղորդման օրինակով ավելի լայն բաներով քննարկել, հասկանալ, կարևորել տարբեր հարցեր Պարզ օրինակ տամ, օրինակ ես կարծում եմ, որ այդ ինքնության հիմնասյուներից մեկը մեր լեզուն է եւ մեր գիրն է, շատ կարևոր։ Եվ հետաքրքիր է, որ ինչքան նայում եմ մեր լայն հասարակությունը սրա արժեքը կարևորությունը չի հասկանում։ Լեզվի կարևորությունը, լեզվի գրի կարևորությունը, որ դու Օրինակ հրեաները վերադարձեցին եբրայերեն, հա, շատերը գիտեն ռուսերեն իվրիտ ձևով։ Մենք նաև վերադառնալով որ դու դասական ուղղագրությամբ ես գրում, շատերը իհարկե դեմ են դրան, բայց արդյոք դա ճիշտ կլիներ ընդհանրապես, եթե հիշում ես ժամանակին դեռևս 90-ականներին Պարուհ Հարիկյանն էր խոսում դրա մասին, որին էլի այդպես ավելի շատ մարգինալացրեցին գոնե այդ հարցում։ Դա կարող է լինել ինչ-որ առումով խթան, դա ճիշտ քայլ կլներ, որ մենք վերադառնանք գրափարին։ Արի տարանջատենք մի քանի մասերի հարցդ։ Արի գրափարը թողնենք մի կողմ, որովհետև երբ ասում ենք գրափար, մենք հասկանում ենք նաև լեզվի մի ճյուղ, մի ձև, հա, որի խոսակցական, բանավոր խոսքի հետ կապված բազմաթիվ հարցեր կան եւ առհասարակ հասարակությունը դրանից շատ հեռացել է։ Դա պահպանված է եկեղեցում, այն էլ ծեսի մեջ եւ արդեն շատ դեպքերում մենակ երկվող հատվածներում, որը դու շատ լավ գիտես։ Այո, շարականների, պատարակյան ձևի մեջ։ Եթե ավետարանն են երկում եւ այլն, այդպես բան։ Անկամ, բայց գիտես, մենք խոսում ենք ուղղագրության մասին, այսինքն արի տարանջատենք եւ վերցնենք հենց զուտ ուղղագրության հարցը, որը որ մեր ուղղագրությունը վիրահատության է ենթարկվել բոլշևիկների կողմից եւ դրա մեջ եղել է դիտավորություն խզելու քո ունեցած ժառանգությունը եւ դա հաջողվել է, որովհետեւ երբ դու վերցնում ես մինչեւ 20-ական թվականների որևէ տեքստ եւ մարդը որ ուզում ջանք չի ուզում գործադրի մի փոքր ավել կարթա հասկանալու եւ ինչի համար է միանգամից լեզուն փաթաթվում է եւ ասում է ես գրափարա ես մի կողմ այնինչ այնտեղ գրված է այն նույն հնչողությամբ տեքստը ինչ որ իրական ջսովոր է այսօրս պարզ ուղղագրական երկու կանոնի այսպես բան եւ փաստորեն այդ ծրագիրը իր գործը արել է այդ խզումը տեղի ունեցել անցյալի եւ ներկայի այդ արհեստական միջամտությունները բերել են նոր այդ հասարակարգի պահանջների համար եւ կարծես ինքը շատ լավ աշխատել է այն խնդիրները, որոնք դրվել է այդ ժամանակի իշխանությունների կողմից։
Բայց իհարկե, երբ որ դու օգտագործողն ես լինում հայկազյան ուղղագրության, այն ուղղագրության, որը որ Մաշտոցն է գրել, հիմնականում այդ ուղղագրությամբ, դու հասկանում ես դրա տրամաբանական լինելը, տրամաբանված լինելը, դրա հետաքրքիր լինելը, դրա բնական լինելը։ Մի խոսքով, ես մինչև մարդ չօգտագործի չեմ կարող այդ ամեն ինչը բացատրել։ Բայց նայր, Գևորգ ջան, այս պահին ոչ թե մենք մի կետի ենք հասել, որ ոչ թե մեզ ուղղագրությունը արդեն պետք է միավորի, գուցե քննարկումը ավելի ակտուալ լիներ 90-ականներին, բայց մենք այսօր խոսում ենք, մարդիկ ինձ դիտողություն են անում իմ ուղղագրության վերաբերյալ, ովքեր որ այդ նույն պահին իրանց SMS-ները գրում են լատինատառ եւ իրանց համար դա նորմալ է։ Եվ այնպիսի մարդիկ, որոնք տեղյակ են հայագիտությունից, որոնք ունեն բարձրագույն նորմալ կրթություն, հումանիտար կրթություն եւ այնքան է դա սովորական դարձել իրանց համար, այսինքն թքել այդ արժեքի վրա, թույլ տենց կոպիտ ես ասեմ, որովհետեւ այո, երբ որ դու դա մերժում ես, այդ ամբողջ քո համակարգը, գրային համակարգը, դու խաչ ես քաշում քո պետություն ունենալու ամբողջ իմաստի վրա, որովհետև ամենակարևորագույն ինձ համար պատճառներից մեկը ինչի մենք պիտի ունենանք այսպես դառը չարչարանքներով պահենք Հայաստանի Հանրապետություն, հարկ վճարենք, պաշտպանություն կազմակերպենք, ընկնենք դռնեդուռ դաշնակիցներ ման գանք եւ այլն անընդհատ, որ կարողանանք իրացնել մեր այս իրավունքները, աստվածատոր իրավունքները, այսպես ասած, արժեքները, որովհետև երբ որ դու այդ համակարգի մեջ ես, այդ գրով ես գրում, հնարավորություն ունես դրա մեջ ստեղծագործելու, դրանով կարդալու, թարգմանելու, քո մտածողությունը հայկական ինքնության շուրջ է պատտվում։ Երբ որ դու դրանից դուրս ես գալիս, դու կպնում ես ինչ-որ մեծ համակարգի, որտեղ նաև իմաստը կորում է քո պետություն ունենալու։ Երբ որ այս հասարակությունը, այս տարական բաները չի հասկանում, մենք չենք խոսում կրոնից, մենք չենք խոսում, ես պարզ մի օրինակ եմ տալիս, ընդհանրապես։ Այնպես չի, որ քրիստոնեական հարց եմ ես տալիս։ Թողնենք մի կողմ, որ Մաշտոցը եղել է վարդապետ եւ պատվերը եղել է եկեղեցու եւ պետության փոխհարաբերության արդյունքում։ Մաշտոցը կաթողիկոս է, շատերը դրա մասին չգիտեն, որը ժամանակավոր եղել է կաթողիկոս։ Ես տեղյակ չեմ։ Նայեք, իսկ դժվար չի քեզ այսպես մտածողությամբ լինել մի երկրում, որտեղ շատերը մերժում են տարբեր պատճառներ, ինքդ ասացիր, որ շատ մարդիկ գիտես, որոնք թվում է իրենք պիտի օրինակ լինեին գիտելիքով, կրթությամբ, ամեն ինչով, բայց արի ուտես, որ եւ գիտելիքը եւ կրթությունը բավարար չի ավելի խորը բաներ հասկանալու, որոնք դու հիմա ասում ես։ Եվ այդպես դարձյալ դա քեզ չի բերում նա, որ դու ապրում ես քո իդեալական աշխարհում, բայց շուրջդ այդ աշխարհը այդպեսին չի, դա քեզ չի դժվարացնում։ Գևորգ ջան, ես իդեալական աշխարհում չեմ ապրում։ Ես աշխատում եմ, չէ, իրականում դա հեչ իդեալական աշխարհ չի, որովհետև հեշտ չի անցում կատարել այդքան տարիներ դպրոցում սովորելուց հետո անցնել այս բանին կամ փորձել ինչ-որ բանի մասին խոսել, որտեղ որ մարդիկ պատրաստ չեն եւ կարող է այդ վրդովմունքը շատ ծանր ընկալեն, կիրթ մարդիկ ինձ գրում են, չգիտես, պատասխանես, չպատասխանես այս գրված բաներին, բան ստիպված ինչ-որ հարցական։ Գիրում է, որ վիրավորական են գրում։ Ես հաճախ գոնե այսօրվա գոնե եթերը օգտագործելով թող իմանամ, որ ինձ դա վիրավորում է, որովհետև թող իմանամ, որ խորանան սրա մասին եւ այս ամեն ինչը հասկանամ։ Գիտես, հիմա գամ հարցիդ։ Նայր, բոլորիս մոտ հատկապես ճգնաժամի պահերին այդ հարցը առաջանում է։ Կարող է ուրիշ տեղ ծնվեի, ուրիշ ճակատագիր ունենայի, ուրիշ անձնագիր ունենայի։ Ինչի հենց ինչ եմ հայտնվել հենց այս կետում, ինչ եմ հայտնվել մի միջավայրում, որտեղ հասկանում ես մի քանի բաներ, տեսնում ես խնդիրներ, տեսնում ես նաև քո ինքնությունից եկող քաղցր բաներ, արի չասենք, որ եւ այդ քաղցր բաները քեզ դրթում են ավելի պատասխանատու լինել։
Որպես հավատքով մարդ, հավատացյալ մարդ, ես կարող եմ ասել, որ մեր դեպքում մի տեսակ հայ լինելը ավելի շատ պարտականության հարց է։ Հիմա այդպես է պատասխանատվություն, հա, հիմա այդպես է դասավորվել։ Երկրներ կան, որտեղ այդ պարտականությունները ինստիտուտներ են վերցնում իրենց վրա եւ դու լինում ես ավելի շատ իրավունքներ ունեցողներ, իրավունք իրացնողը եւ փաստորեն կան երկրներ միջավայրեր, որտեղ որ ավելի շատ այդ պարտավորությունները պայմանագրի պես, հա, կան իրավունքներ եւ պարտավորություն մեզ վրա է։ Եվ ինչպես մոտենալ սրան։ Դրանք գուցե անուն դնենք սրբազան պարտավորություններ, որովհետեւ մեր ամբողջ պատմության ընթացքն է այդպես։ Մեզ մոտ համակարգերը միշտ չեն, որ աշխատել են, մենք պետականության ընդհատման խնդիրներ ենք ունեցել եւ մեկ էլ հայտնվում են ուժեղ տղեկ մեր պատմության մեջ, մեկ եւ դարը շրջում են։ Ինչի են դա անում։ Իսկ դու ուզգում ես քո վրա առաքելությանը, չէ՞, այսինքն դու չոր առաքելություն ունես։ Ինքը շատ գուցե այսպես վերամբարձ եւ տգեղ թվա այդ առաքելություն առհասարակ կոչված է, շատ ներքին հարց է եւ ամեն մեկը պիտի գոնե իր ընտանիքի մակարդակով, բակի մակարդակով, պետական մակարդակով, ներքին հոգեվոր զգացողությունների առումով իր առաքելությունները սահմանի կամ պարտավորությունները, ինչ դու ասեցիր։ Հա, ասենք նույնը, իրանք միացնենք իրար այդ երկու եզրույթները, ամեն մեկը իր համար պետքա սահմանի եւ չեմ կարծում, որ պիտի վեր կենաս եւ դրա մասին բարձրաձայն ասել, որովհետեւ ինձ տրված է այս գիրը, իմ առաքելությունն է այդ գիրը չմոռանալ, ասեմ։ Դրա խորությունը հասկանալ ինչի է տրվել մեզ գիր, ինչ հարց է լուծել դա եւ ինչ հնարավորություններ կտանա մեզ այսօր, ինչ կփոփոխի դրա բացակայությունը եւ այլն։ Գոնե այս հարցերի պատասխանները հասկանալ ինքս իմ մեջ, կիսվել իմ ընկերների հետ, քեզ հետ եւ այլն։ Դու զգում ես, որ դու շատ պատասխանատու մարդու կերպար ես նկարագրում։ Եվ որ արդյոք մենք դա տեսնում ենք, որ շատերը կուզեին մտնել դրա տակ, այդ բեռի, այդ խաչի տակ, որ դու գիտես, որ դա հեշտ չի, դու գիտես, որ քեզնից շատ բան է կախված։ Մի շատ բան կա, խնդրեմ կա։ Ես մի քիչ ավելի դժվար եմ եկել, որովհետև ինքս էլ եմ այդ ճանապարհը անցել, այդ զգացողություններ ունեցել, գիտես, երբ մենք հասկանում ենք մենք ինչ տեսակ ենք, ինչ ուղղությամբ ենք մտածում, ինչերը չենք հանդուրժում։ Մենք կարծում ենք, ամեն մեկս էլի մեր օրինակով, կարծում ենք, որ այ ամբողջ հասարակությունը այ ինպես պիտի լինի։ Եվ լավը եւ վատը։ Ինչ որ ես կամ, այդպես պետքա, բոլորը այդպես պիտի լինեն։ Եվ չենք հանդուրժում այն գաղափարը, որ չէ, այդ հասարակությունը հեչ լավը չի լինի, որ բոլորը մեր կրկնությունը լինեն։ Մարդիկ պետքա տարբեր լինեն, իրար զսպեն, փոխադարձ հակասեն, ծնվի նորը եւ այլն, բան, այս ամեն ինչը լինի։ Պետք է այս զգացողությունները հաղթահարած փորձենք բան անել, գնալ առաջ։ Իսկ մեզ ըստ քեզ պետք է, շատ են խոսում դրա մասին, քաղաքական չէ, բայց ինտելեկտուալ էլիտա, այսպես ասած, ընտրյալների կամ լավագույնների վերնախավ կամ մի խումբ, որոնք առաջնորդ են, տարբեր ազգեր տարբեր կերպ են կոչվում, իմաստուններ, ակիններ։ Արի այդ եզրույթները մի կողմ դնենք եւ նախորդ ասածից շարունակությունը փորձեմ տալ։ Նայ, երբ որ ես ասում եմ, որ օրինակով խոսենք, հա, ես օգտագործում եմ հայկազան ուղղագրություն։ Ես խնդիր չեմ դնում եւ առաքելություն չեմ դնում, որ ամբողջ հասարակությունը պիտի այդ բանը, այդ ուղղագրության անցնի եւ իմ կյանքից տենց սրբազան պարտքներ։ Ոչ, ես իմ որոշումը ներքին կայացրել եմ, ես անոր, ով որ կուզենա, թող անի։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ
ցանկությունը ոչ թե այդ ամբողջ հասարակության մասշտաբով տեսնելն է, բայց գոնե լինի մտավոր այդ էլիտա ես ասում թե ինչ ես ասում, այսինքն մարդկանց մի կորից, որոնց համար այս հարցերը օրինակ հետաքրքիր կլինեն, մի հատ ֆիլտրել, ներքին բանով անցկացնել, փորձարկել, որոշել, ինչ որ կիրառել, չկիրառել, այս ամեն ինչը, այ գոնե այդ մակարդակով ինքը հետաքրքիր կլիներ։ Որովհետև գիտես, այսօր նույն քաղաքական դիսկուրսում է, նույն հասարակական տարբեր խոսակցությունների մեջ էլ, ես ասեցի սենց, ուրեմն բոլորը պիտի այս դոկտրինով կամ դոգմաներով առաջնորդվեն։ Անկամ մեր կրոնը ունենալով ֆունդամենտալ, այսինքն մի քանի հենց հավատամքը, որ այսպես սահմանադրության նման մի բան, բայց շատ հարցերով դիվանագիտությունը, այդ ազատությունը, այդ հնարավորությունները մարդու ազատ կամքի այդ իրացման այդ ամբողջ մեխանիզմները տրված է։ Իհարկե, այս տեսանկյունից այդ մտավորականների այդ մի շերտ միշտ պետք է լինի հասարակության մեջ, որը ֆիլտրում է, քննարկում է, ինչ որ բաներ ինքը վերցնում է իր վրա, որպես առաջնորդ կրում է, ցույց է տալիս, օրինակ է ծառայում եւ ինքն է լինում է շարժիչը։ Նարեկ, երբ դու նկարում ես, ես մի քանի կադրեր եմ տեսել, երբ դու նկարում ես, մանրամասն այդպես փոքր դու դետալներով նկարում ես Երևան օրինակ։ Ինչ ես զգում, դա ինչ է, այդ ինչ զգացողություն ես դու դնում դրա մեջ, որ տենց փոքրացնում ես, հետո տենց իրեն նաեւ ամբողջացնում ես, դա ինչ բան է, զգացողություն է քեզ մոտ։ Գևորգ ջան, դիագնոզ է դա։ Դժվար է զգացողություններից խոսել, որովհետև ես այդ բանին դնում եմ նկարչական խնդիր եւ փորձում եմ այդ խնդիրը լուծել այնպես, որ վերջում երբ նայում եմ այդ պատկերին, ներքին ոչ թե կոնֆլիկտ ունենամ, այլ ներքին ներդաշնակություն ունենամ։ Եվ միշտ չէ, որ նկարի վերջում այդ ներդաշնակությունը ունենում ես։ Դրա համար ասում եմ, սա այս նկարը ստացվեց, իսկ այս նկարը չստացվեց ինձ համար եւ ես երբեք այդ նկարը չեմ ցույց դնում հանրության, այնքան որ նկարել եմ կամ ինչ որ բան, դրա համար իմ նկարչությունը շատ սահմանափակ է իր թվով, իր քանակով, որովհետև ես փորձում եմ այն ինչը որ հանրային ներկայացնում եմ եւ ցուցադրում եմ, գոնե ինքս ինձ համար, ներքին ազնվության համար ունենալ այդ ներդաշնակություն։ Կարող ենք մենք դա համարել ժամանակակից մանրանկարչություն, թեև ինքը միշտ չի որ հոգևոր թեմաները արծարծում, բայց ինքը որոշակի աղերսներ ունի, դու ազդվել ես, ասենք մեր մանրանկարիչներից։ Դժվարանում եմ որևէ ձևով ինչ որ ձևակերպումներ տալ, ես անում եմ այն, ինչը որ օրինակ զգում եմ եւ խնդիր չեմ դրել ինչ որ իզմերի կամ ինչ որ ձևակերպումների ներքո հանդես գալ։ Չէ, մանրանկարչությունը ինքը հայկական մանրանկարչությունը շատ կոնկրետ կանոններ ունեցող, շատ կոնկրետ թեմաներ ունեցող, իմ նկարչությունը գուցե համընկնի թեմաներով հոգևոր առումով հատկապես մանրանկարչության հետ, բայց ես միշտ փորձում եմ այն հոգևոր թեմաները, որոնք կարող է ավետարանական ինչ-որ դրվագ կամ աստվածաշնչյան ինչ-որ դրվագ նկարեմ, բերեմ, կապեմ այսօրվա իրողության հետ, զուգահեռների հետ, միջավայրը փոփոխեմ, հերոսի եւ այլն բան եւ փորձեմ այդպես ավելի իրան ժամանակակից նկարչություն դարձնել, քան ավանդական մանրանկարչության ծիրի մեջ մնալ։ Նարեկ, ես որոշել եմ իմ հյուրերին այդ հարցը տալ, կարծում եմ, որ շատերին է հետաքրքրում, թե ըստ քեզ դու ինչպես որ անցալում ես Հայաստանը, մեր երկիրը, բացի իր խնդիրները, որոնք են ըստ քեզ մեր ուժեղ կողմերը, մեր լավ կողմերը, որ նույնիսկ միգուցե մենք չենք էլ նկատում կամ անտեսել ենք։ Խոսքը ենթադրենք բանի մասին չէ, մեր հոգևոր ժառանգության, ինչը կա, որ մենք այսօր ունենք, բայց մենք չենք օգտագործում, ուղղակի դրել ենք պահեստում եւ թողել ենք այդպես։ Ինչի վրա մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք։ Մենք հսկայական
հոգևոր եւ մշակութային ժառանգություն ունենք։ Եվ այդ ժառանգությունը այդ ցեցը ուտում է։ Այդ գորգի պատմությունն է, հա։ Այդ ցեցը ուտում է, որովհետեւ ժառանգություն դրված է եւ ինքը նկատվում է միայն այն մարդկանց կողմից, ովքեր որ իրենց մասնագիտության կամ կյանքի բերումով առիթ են ունեցել այդ գանձարանը բացելու, շոշափելու, զգալու, դա կնի գիտնական, արվեստագետը, թե հասարակ քաղաքացին, բայց ընդհանուր առմամբ այդ գանձարանը հաղորդ չէ մեր հանրության հետ։ Ես իհարկե կուզենայի, որ այս գիտելիքից եկած այդ զգացողությունները, այդ զգայարանները արթնանային մարդկանց մեջ ճանաչելու, հասկանալու, ապրելու հայության ստեղծած այդ ժառանգության քաղցրությամբ, հասկանալու համար ինչի համար ենք մենք այսքան տառապել, ինչն է որ չի հանդուրժվում մյուսների կողմից, ինչ կա որ չի հանդուրժվում եւ ինչ օրինակ չլիներ կհանդուրժվեր։ Եթե գնայինք, ձուլվեինք ինչ որ մեծ կայսրությունների մեջ, ինչը չեն հանդուրժում եւ ինչու չեն Բայց այդ վտանգը կա իմաց քեզ։ Ինչ առումով Կորցնելու մեր ինքնությունը եւ ձուլվելու այլոց հետ։ Մենք օտարամոլ ենք, այսինքն մենք օրինակ հեշտությամբ օրինակ կարող մենք կրոն փոխենք ընթանանք այնչովի։ Ես կարծում եմ, որ ոչ մեկ ապահովագրված չէ, որովհետեւ մենք ապրում ենք լրիվ մի նոր ժամանակաշրջանում եւ պետք չի զուգահեռներ տանել անցյալի հետ։ Անցյալում ինֆորմացիոն այս տեղատարափը, այս գործիքները չկան եւ հիմա մարդու հետ աշխատանքը շատ ուրիշ մակարդակի վրա արվում եւ այդ ժամանակը շատ կրճատվել է, այն ինչ որ կարող էր լինել պատմական ինչ որ ընթացքների մեջ 200-300 տարվա մեջ, հիմա քո հետ կարող է լինել դա ամիսների կամ ավելի կարճ ժամանակի մեջ։ Այսօր ռոպագանդան գիտություն է։ Ես Ես քեզ կարող են համոզել շատ բաներ։ Հա, ինչպես պետք է չհամոզվես ինչ որ մի հարցում։ Ունենալ գիտելիք, բարձ բան, բայց գիտելիք ունենալը ինչ է նշանակում։ Ջանք հասկանալ քրիստոնեությունը ինչ է, եւ հասկանալ, որ ծուլությունը մեղք է եւ պետքա գործ անել այդ առումով, հասկանալ թե ոնց է մարդու տունը քանդում այդ հպարտությունը, այդ մեծամտությունը, այդ բարկությունը, հասկանալ 7 մահացու մեղքեր ինչի են հայրերը 7 մահացու մեղքեր անվանել, որոնք քանդում են։ Լավ քրիստոնյա չես, բայց այդ 7 երևույթները ինչպես են ազդում ներհասարակական քո հարաբերությունների վրա։ Այս հարցերը մի հատ պրոյեկտես աշխարհիկ մթնոլորտիդ վրա, մի հատ տեսնես ինչ է կատարվում եւ երբ կտեսնես այս ամեն ինչը կհասկանաս, որ այո, եւ խոցելի ես եւ ամեն ինչով ամեն ինչն էլ կարող ես կորցնել։ Հիմա ձեր թվարկած օրինակ բարկությունը կամ ատելությունը համատարած է գրեթե։ Մենք օրինակ հիմա խուսափում ենք ատելության խոսք տարածել այս հաղորդման շրջանակում, այտենց վերցնել եւ թիրախավորել ինչ որ մարդու կամ մարդկանց եւ սկսել քննադատել ամբողջությամբ, բայց հասարակությունը շարունակում է այդ գծով գնալ։ Ինքը հաճույք է նույնիսկ սկսել ստանալ ատելությունից։ Ինչպես դա կանգնեցնել այդ արատավոր ընթացքը։ Նայ, երկու տարբերակ կա։ Կամ դու անընդհատ գեներացնում ես այդ փնփնթոցը այդ բարկությամբ դուրս գալիս այդ ամեն ինչը թիրախավորել, բողոքել եւ կա դրա մյուս տարբերակը ստեղծագործել, ինչ որ բան անել, ինչ որ բան ստեղծել, այսինքն լռել, չէ՞, չխոսել, լռել եւ սկսել ինչ որ գործ անել։ Գիտես, արի լռել չասենք, որովհետեւ այդ գործերը երբեմն այնքան ավելի բարձրաձայն են խոսում, քան քո բարկությունը եւ այդ հայոյը։ Դա, այսինքն եթե դու չես լռում, այդ անընդհատ խոսում ես, արարել։ Իմաստնանալ մի փոքր, հա, երևի նաեւ։ Երբ որ դու արարում ես եւ արի չհասկանանք դա զուտ մշակութային բանով կոնտեքստի մեջ։ Նախաձեռնել ես, չէ, հաղորդում ես որ ինչ որ արարման process-ի մեջ ես։ Ինչ որ խնդիր ես դրել եւ ուզում ես անել, ստեղծել, դնել, գիշերը մտածում ես դրա մասին, ջանքեր ես դնում, ռեսուրսներ ես կապում եւ որպեսզի կարողանանք այս ամեն ինչը ունենալ եւ ինչ որ բան ունես մտքիդ, որ ուզում ես հասարակության անես։ Արարման process-ի մեջ ես։ Հա, դա նույն նկարչությունն է, էլի, դա նկարում ես։
Հա, արի, ասենք, նա էլ է արարում, դու էլ ես արարում, մյուսները արարում։ Վերադառնանք կրոնական համատեքստը։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, եւ որն էր Աստծո Միտքը նմանությունը, ինչով ենք մենք նման։ հոգևոր Նա արարիչ էր։ սրբանալու Եվ ինքը քեզ հնարավորություն ա տվել, դու էլ արարես, ստեղծես քո չափերի մեջ, քո չափերը իմանալով, ոչ թե Աստծո տեղ դնելով եւ այլն։ Եվ սա չմեծամտանալով Սա, այո, սա իհարկե այդ բարկություն խոսքեր, դատարկաբանություն բան այդ մի կողմ թողնենք, երբ որ դու այս process-ի մեջ ես, արարող մարդ ես, դու արդեն արժեք ես հասարակության համար, մանավանդ երբ որ դու բարին ստեղծող ես, հասարակության համար օգտակար, մարդկության համար օգտակար ինչ-որ բան անող ես, սա է, որ այն ճանապարհն է, որ մենք կկարողանանք, երբ որ հասկանանք կամ էս կա, դու որն ես նախընտրում, լինել ես դատարկ խոսողը, թե ինչ որ մի բան ստեղծող, դնող, ինչ որ մի բան անող, մեկը կառուցում է, մեկը բիզնես է բացում, մեկը չգիտեմ ինչ է անում։ Մենակ պետության հովանու ներքո ունենալով, հասկանալով ինչի համար է քո համար պետությունը տրված, դա ինչ գործիք է, եւ դու ինչի համար ես քաղաքացի կոչվում, ինչի համար ես քաղաքացիական պարտավորություններ վերցնում, որ ուր հասնես, մենք խոսեցինք դրա մասին, դա ընդհանրապես ճանապարհը ավելի մեծ բանի գնալու եւ ունենալով, ձգտելով գոնե այդ հեշտ բան չի ստեղծելը, մանավանդ բարին ստեղծելը։ Բայց պետք է գոնե ձգտումը ունենաս, իհարկե, այդ ձգտումը ունենաս, որովհետեւ այդ ճանապարհին լիքը բաներ պիտի հաղթահարես։ Այդ ձգտումը ունենալով միայն կկարողանաս ավելի ներդաշնակ հասարակություն, տնտեսապես ակտիվ, խոցելիություններից բազմաթիվ պաշտպանված եւ այլն ունենաս։ Աստվածաշունչը կամ ավելի կոնկրետ ավետարանը ասում է, թե մանանեխի չափ հատիկ հավատ ունենաս, ապա կասես ժառին վերկած եւ ընկի ջուրը եւ դա կլինի։ Մեր հասարակությունը չի կորցել անգամ այդ մեկ հատիկ մանանեխը, մենք կարող ենք անդառնալի արդեն թվացող գործընթացները շրջելի դարձնել, կանգնեցնել, որտեղ կարծես թե մենք այդքան էլ ճիշտ ուղղությամբ չենք գնում։ Միգուցե սխալվում եմ եւ Աստված տա, որ ես սխալվեմ, բայց այդ տպավորությունը կա, դրանից էլ այդ անհանգստությունը, դրանից էլ այդ մտավախությունը, որ մենք միգուցե ինքնություն են կորցնում, ի վերջո միգուցե պետականություն են կորցնում, հավատ են կորցնում, կրոն են կորցնում, պատմություն են կորցնում, ինչ անել, որպեսզի այդ գոնե զգացողությունները չլինեն։ Նայր տես, հիմա երբ որ ասում ես այդ մանանեխի չափ հավատքի մասին, այդ համեմատականը, ես վախենամ, որ մարդիկ լսելով քեզ շատերը չհասկանան դրա համատեքստը ինչ է նշանակում։ Որովհետև ասում աղոթեցի, բայց չեղավ այդ ամեն ինչը։ Մանանեխը այսքան է, բայց իմ աղոթքը այսքան էր։ Այդ չափման միավորները մեր սուբյեկտիվ մակերեսում դրանք շատ բան են, հասկացված, հասկանալի չեն, ճիշտ ձևով, ոնց ասեմ, մարդիկ չեն հասկանում ինչ է նշանակում այդ մանանեխի չափը։ Այդ մանանեխի հատիկը ամենափոքր իհարկե համեմատականն է, որ տրվել է ավետարանում, բայց արի ուտես, որ այդտեղ թաքնված շերտեր կան։ Այդ մանանեխի հատիկը մի հսկա բանի մասին է, ներքին process-ների մասին է եւ նորից գալիս ես այդ հարցին, որ դու այդ գիտելիքը պետք է ունենաս, այդ հոգեվոր զգացողությունները պետք է ունենաս, վերջո ինքդ քո համար կարողանաս խորությամբ հասկանալ մանանեխի այդ չափման միավորը որն է, հոգեվոր առումով։ Հետո նոր կարողանաս բան անել, այդ առումով այդ պահանջատիրական բաները դնել կամ այդ ակնկալել այդ բարեփոխումները եւ այլն։ Դե ասում եմ իմ մոմը վառեցի, հիմա բա ինչի է օրինակ հողերս հետ չեկան կամ ինչի այսինչ հարցս չլուծվեց։ Կարծում եմ, որ մեր վիճակը այդքան վատ է, որ կարող է օրինակ անգամ սխալ հասկանա, որ խոսքը վերաբերում է նրան, որ եթե հավատ չունես, անգամ այդքան փոքր կամ ընդհանրապես ինքը չունես, եթե չի ստացվում կամ դի ունենալ հավատ,
դե չափը արդեն մանանեխի հատիկի նման կլինի, թե մի քիչ մեծ, մի քիչ փոքր, բայց այդ խոսքը ավետարանական շատ սթափեցնող է կարծում, որ մարդը հասկանա, որ ինքը գոնե պիտի այդ հավատի, այդ հույսի, այդ ճիշտ զգացողությունը իր մեջ ունենա, հակառակ դեպքում ինքը օդում ինչ որ մեկն է դառնում։ Նայր, Ճակատագրապաշտ, ֆատալիստ էսպես մի քիչ աստվածաբանական բան ենք, զրույց ենք ունենում, բայց գուցե հետաքրքիր է եւ խոսենք սրա մասին։ Այո, մանանեխի հատիկի չափ հավատքի ունենալ չունենալու հարցը փաստորեն ինքը շատ արդիական է եղել եւ կա եւ շատ մարդկային է եղել։ Եթե դա այդպես չլիներ, նա ավետարանի մեջ օրինակ չէր լինի։ Արի հասկանանք դա։ Եվ արի մի բան էլ ֆիքսենք, որ սա մենակ հայության վերաբերելի հարց չի եւ կարծում եմ, որ այդ մանանեխի այդ հատիկի չափ հավատքի այդ կշիռը հասկանալը շատ համամարտկային բան է եւ կարծում եմ, որ այդ նույն խնդիրը ունի ֆրանսիացին, այդ նույն խնդիրը ունի մյուս ժողովուրդները։ Եվ արի իրան ընդհանրապես չասենք հայության բանով նայենք, գուցե ինչ որ օրինակներով տեղայնացնենք, որտեղ հիմա մի քիչ բան հասարակության մեջ ենք, այսպես ներվի վրա ճնշված, խնդիրներով լի եւ հավատքի ներկա եւ բացակա լինելը մեր մոտ ավելի սուր է այդ ամեն ինչը երևում, բայց ինքը շատ համամարտկային խնդրեմ է եւ մենակ հայկական իրականությանը վերաբերելի չի։ Թերևս ես իհարկե շատ կուզեի, որ մենք միասին նաև խոսենք աստվածաբանությունից, ինչից դու մասնագիտորեն ես քո կրթությունը ստացել, ես կյանքի բերումով երևի շատ քչերը գիտեն, որ եւ ես եւ դու, ինչպես ես սկզբում ասացի, մենք կապված ենք եղել եկեղեցու հետ։ Դե ծառայել ենք եկեղեցու։ Միջև վերջ ասա։ Եվ իսկապես մենք երևի եկեղեցու այդ կոփումի միջով անցնելուց է, որ անդառնալի է դառնում սերը դեպի հայրենիքը, սերը դեպի քո ժառանգությունը, սերը դեպի առաստված ի վերջո, որի մեջից էլ որտեղից էլ գալիս է նաև պետության գաղափարի վերջո աստվածային պետությունը հենց վերին Երուսաղեմի գաղափարից էր։ Դա համար շնորհակալություն քեզ, Նարեկ շատ։ Ես եմ շնորհակալ այս զրույցի, այս հրավերի, այս հնարավորության համար, Գևորգ ջան։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր կարողանում են եւ կարծում եմ հույս ունեն, որ խորությամբ լսելու են եւ մասնակից են լինելու մեր այս մտքերի փոխանակմանը։ Չեմ ուզում շատ երկար վերջաբան ասել, որովհետեւ ամեն ինչ արդեն Նարեկը կամ շատ բաներ ներկայացրեց։ Մենք ունենանք էլի հյուրեր, դուք էլ հետևեք մեզ անպայման, մի մոռացեք բաժանորդագրվել, դա կարևոր է ցավ ժամանակակից աշխարհում պետք է այդպես բաժանորդագրության թիվը մեծանա, որպեսզի նաև խոսքը ավելի սփռվի եւ այս աղմուկի քարոզչության մեջ որակյալ խոսքը եւ որակյալ միտքը իր տեղը կրկին կարողանա զբաղեցնել։ Շնորհակալություն ձեզ եւ մի ընկճվեք։